Լավ, սենց բաները, որ դուք տեն մեկ ճարագայթաձև գնում է, այս գրադիենտերը, վսյո, ուստեղ անջախվեց։ Ստեղ արդեն սովորական այս ներսի գրադիենտերով չի ստացվում անել։ Ստեղ պետքա սթրոքին գրադիենտ տալ։ Եթե գրադիենտ ունեք, Shift X եք անում, մի անգամից փոխվում է այդ գրադիենտը սթրոքին։ Ես իմացեք, կամ է պտի գաք սթրոք, ու մեծի նշանը սեղմեք, որ իրա գրադիենտը միանա։ Հիմա ստեղ նայեք ինչ հետաքրքիր բան ենք անում։ Մենք ընտրում ենք երկրորդ ձևը գրադիենտի ու սթրոքի հաստությունն ենք փոխում։ Տեսնում եք, գալիս է այդ ճառագայթաձև գրադիենտն է դառնում։ Ու որպեսզի այս գիծը չունենանք, սենց արտահայտիչ։ Պրինցիպի կարա ինքը չի խանգարում, եթե այս սև դնենք, այս էլ մուկ սև դնենք, էլ անցում չենք ունենա այդ ձևի, բայց դե։ Ինչ ավսրեմ։ Էլ այդտեղ անդուր գիծ չի երևում, էլի։ Կամ էլ կարանք ընտրենք ռադիալ տարբերակը, որ ինքը կրկնի, կեսը անենք, կեսը ինքը հայլային շրջի, էլի գույների։ Մի անգամից նայում եք որտեղ ինչ գույն է, էլի մի քանի հատ ավելացնում եք։ Պիպետքով սկսեցիք վերցնել։ Սպիտակ, այս մոխրագույնը, մի քիչ ավելի արտահայտիչ կարանք վերցնենք, որ տարբերությունը տենանք, էլի լավ։ Էսա, այս ձևն է արած ստեղ։ Հետո ընդհանուր նոր կփոքրացնենք, որ ստանանք մեր այս կնոպկի չափը։ Հա, նույնը կարելի էր անել նաև այս մեծի վրա։ Սենց տնից։ Բայց այս մեծի վրա նաև շատ սովորական սթրոքի գրադիենտն էլ կաշխատեր, առանց այդ ռադիալի։ Սովորական։ Առաջի ձևը կամ երկրորդ ձևը գրադիենտի։ Դնեիք, ասեք, ստեղ այս գույնն է, սենց անեք, ստեղ այս գույնն է, ստեղ այս գույնն է կողքը, սենց տարածվում է, ուղղակի պտտված, էլի ես նույն բանը կստանայիք, որ բերեք դնեք տեղը, արդեն կստացվի գրադիենտը։ Ինչ վերաբերում է այս էֆեկտներին, մենք shape-ը ունենք, այս մեր shape-ն է ենթադրենք, իրա վրա գրադիենտ կա կիրառված, հիմա ուզում ենք իրան ցույց տանք, որ ներսնգած է հոսքը աստեղ մի քիչ։ Shape-ը ընտրեցինք, էֆեկտներ բաժնում ունենք stylize տեղը։ Stylize-ի մեջ արդեն ներսնկած թվերը սա է outer glow։ Առաջի անգամ որ բացում ենք, ստեղ սպիտակ է լինում ու screen։ Screen-ով ստվեր չեք կարող ստանալ, screen-ով հակառակը լույս կարող ստանալ։ Ստվեր ստանում ենք multiply-ով։ Ու եթե ուզում ենք այս նույնի մուգ տարբերակը, ընդհանրապես գույնը փոխում ենք, դարձնում ենք մոխրագույն։ Մոխրագույնը դրինք, սրանով մուգությունն է, սրանով էլ արդեն այս outer glow-ն եմ, բայց երեխեք ընտրել։ Inner glow ասի outer-ի սխմեցի։ Multiply, մոխրագույն, այս էլ իրա պղտորության չափն է, ու մի անգամից նաև այդքան տարածվում է, այս ստվերի աստիճանը, այս էլ մկությունը, այս երկու պարամետրերով ստանում եք այս, ամեն պահի կարելի է մտնել ներս, էլի նույն էֆեկտի մեջ, inner glow-ի վրա սեղմել, ու շարունակել ստերից աշխատել, ենթադրենք ես ուզում եմ ավելի մուգ լինի, գույնը փոխում, վсё, դառավ ավելի մուգ, այս նույնն է։ Սրանց դեպքում, երբ որ ունենք ընկած տվեր, այսինքն մի հատ սենց գրադիենտ է մեր մոտ, որից ընկած տվեր կա, այդ արդեն drop shadow-ն է, նույն տեղն է, stylize, բայց drop shadow։ Ստեղ արդեն մի անգամից multiply է բացում, x, y-ը իրա կորդինատներն են, այսինքն իրա ուղղությունն ենք կարող սենց դնենք, որտեղ լինի, այս blur-ը էլի իրա պղտորության աստիճանն է, այս էլ ընդհանուր թափանցիկություն, ինչքան մուգ կամ ինչքան բաց լինի այս տվերը։
Սրանով ստանում ենք այս ընկած ստվերի ձևը։ Բայց իմացեք, որ այս էֆեկտները վեկտոր չեն։ Սովորական նայեք պիքսելը անգամ երևում է իր վրա։ Փոքր ֆորմատա շատ, դրա համար պիքսելը երևում է, ինքը մեզ զգուշացնում է։ Դե կարակ նայեք մեծացնում եմ, մեր պիքսելները չի երևում, բայց ինքը մեզ ասում է, էլի, որ այդ իմացի, որ վեկտոր չի այդ էֆեկտը։ Միակ էֆեկտները, եթե տենց բան ուզում ենք ստանանք, այդ գրադիենտով էֆեկտներ ստանալն է։ Չգիտեմ, ունենք սենց մի հատ այն զեյթունը ենթադրենք, զեյթուններից մեկն է, օրինակ։ Ենթադրենք ես են զեյթուններից մեկն էր։ Սենց արագ անեմ, պատկերացնենք, թե այն զեյթունը մի քիչ է խակ այս կողմը։ Խոսքի այս զեյթունն է, հիմա զեյթունի տակը պիտի ստվեր է լինի։ Ստվերի ուրիշ ձև էլ ունենք, սովորական գրադիենտ։ Ստվերը իրականում նույն ֆորման է, չէ, ուղղակի լոճված, սենց ասենք։ Հիմա եթե ես սրա վրա գրադիենտ դնեմ, բայց շրջանաձև գրադիենտ ու ռևերս գրադիենտ, որ ներսը մաքրնի, եզրերը բաց։ Ես կարող եմ այս գրադիենտի կոճակով, չէ, իրան կարգավորեմ այս գրադիենտին, պարկացնեմ, այսինքն տափակացնեմ։ Արդյունքում ունենամ գրադիենտը սենց ցրված լույսի տեսքով։ Հիմա ու հետ գցեմ մի շերտ հետ, ոչ թե երկու շերտ։ Եկեք տանենք ստեղ։ Ունենում ենք ստվեր, բայց հիմա ստեղ նյուանս կա։ Ենթադրենք մեր ֆոնը ոչ թե այս գույնն է, այլ սենց ինչ-որ մի հատ ֆոն է։ Գրադիենտը սենց կլինի իր վրա, սիրուն չի լինի։ Ինչ կարանք անենք այս դեպքում, կարանք այս սպիտակը զրոյացնենք, այս էլ, որպիսի մոխրագույն չլինի, այլ մուգ կանաչ լինի, ընդամենը shape-ս ընտրեցի, այս opacity որ կա, opacity-ի վրա սեղմում եմ ու ստեղ բացման անալաժենիայի ձևեր, այսինքն այս շերտը տագի շերտի վրա ոնց է նստում։ Եթե ուզում եք մքացնող էֆեկտ ստանանք, այդ միշտ multiply-ն է, այդ հիշեք։ Multiply-ը դրեցինք, տարավ մուգ գույն։ Տեսեք, ոչ սահմանն է երևում, ոչ ինքը։ Կարանք հավելյալ կարգավորենք, հավելյալ մեր իմացած բանը անենք, այսինքն այս երկրորդ գույնը ոչ թե դնենք սպիտակ, այլ ֆոնի գույնը ու նոր 0։ Այս դեպքում էլ ավելի մաքուր կունենանք։ Կարանք գրադիենտը ակտիվացնենք, ավելի ստեղ պարկացնենք այս։ Չգիտեմ, այս մի գույնն էլ մի քիչ բացացնենք եւ այլն։ Նայած ստվերի ինչ աստիճանի ուզում ստանանք։ Այս էլ է տարբերակ։ Այս կարելի է անգամ այն մանգոյի տերևի տակ, որ մի քիչ ստվեր արված, այդ ձևով կարելի է ստանալ։